Մենք շահագործելու ենք պոչամբարները բնապահպանական ռիսկերը չեզոքացման։ Այս մի նախադասությամբ դրա տակ կա ռազմավարական բազմաթիվ փաստաթղթեր, որոնք որ մենք իրականացնելու ենք։ Մինչև այս վերջերս տնտեսական առումով, բնապահպանական առումով ոչ մի տենց անվտանգ ու անվնաս տեխնոլոգիա չկար, որ գոնե դու վերցնես վերամշակես այս պոչամբարը, մի կողմից որ ինքը համ աստիճանաբար փոքրանա, համ ասենք դու նաև կոմբինատի վրա պահանջներ դնես, որ ինքը աստիճանաբար սկսի փակ ցիկլի մասին մտածելը, ոչ թե արտանետի մեծացնի այդ ավազանը, այլ ինքը նախնական որոշակի վերամշակումից հետո այդ ջուրը վերադառնա էլի տեխնոլոգիական շղթա անի։ Մենք սրան ականատես եղանք մեր Արցախում, Ծաղկաշենի հանքը որ կար, էլի բացահանք շահագործում որ անում էին, իրանք կարողացել էին հասնել նրան, որ հիմնականում 80%-ը փակ շղթա էր, այսինքն ինքը գնում էր, պտտվում գալի մտնում էր ֆաբրիկա։ Համ իրենք տնտեսական առումով համ այդ ջրային զանգվածը վերադառնում էր տեխնոլոգիական շղթա, համ էլ արտանետումը քչանում էր։ Այն մասն էլ որ պոչամբար էր ձևավորում, իրանք իրենց տեխնոլոգիական know-how-ն տարեր գրանցել էին որպես գիտական միտք ու բնապահպանական բոլոր խնդիրները կարգավորած սկսել էին վերամշակել այդ պոչամբարը։ Եթե ինչ որ մեկը գա կասի, ես այս ավազանի հարցը լուծելու եմ, դա բան չի, այսինքն ազնիվ չի գտնվի։ Բայց առնվազն մի քանի բան կարելի է անել։ Նախ պայմանավորվել, օրենսդրական պահանջներ դնել, որ աստիճանաբար Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը անցնի փակ շղթայի, այսինքն արտանետումները նախ քչացնի, որ նախ հələ ավազանը փորձենք չմեծացնենք։ Հետո սկսենք վերամշակելը իրան։ Տարիների կամ տասնամյակների ընթացքում հնարավոր է, որ դու իրան ոչ թե մեծացնես, այլ իր մակարդակ աստիճանաբար իջեցնես, համ էլ իր մեջի քիմիական ռեագենտների պարունակությունը փորձես, ասենք, չեզոքացնես։